Հեռադարձն արգելվում է, եթե ճանապարհի թեկուզ մեկ ուղղությամբ տեսանելիությունը պակաս է 100 մետրից։ Պարտավոր ենք արդյոք այս իրավիճակում զիջել հանդիպակացից մոտեցող ավտոմոբիլի վարորդին։ Այո, թույլատրվում է հետադարձ կատարել այս իրավիճակում։ Թույլատրվում է, եթե հետևից երթևեկողների համար 100 մետր և ավելիից մենք տեսանելի ենք։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն, տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրվանից ինչ ժամկետում այն պետք է ներկայացվի պետական գրանցման, ճանապարհային ոստիկանության մարմիններ, 15 օրվա ընթացքում, որ նկարում է խաչմերուկ պատկերված, միայն ձախ նկարում։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե խախտված է շարժիչի, հենատուփի, օդափոխության համակարգի հերմետիկությունը, նույն սռնու վրա տեղադրված են ցրտադիմացկուն և ոչ ցրտադիմացկուն դողեր, երկու դեպքում էլ։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե անսարք է կամ բացակայում է կառուցվածքով նախատեսված ղեկային կառավարման ուղեղաժարը, ինչ է նշանակում հետևյալ նշանները. Մոտոցիկլետների երթևեկությունը դեպի աջ արգելվում է, որ ճանապարհային նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա, միայն չորրորդը. Թույլատրվում է ուղևոր նստեցնելու նպատակով կանգառ կատարել նշված վայրում, այո, որ վարորդն է խախտել կայանման կանոնները, ոչ ոք։ Խաչմերուկն առաջինը կանցնի, կարմիր ավտոմոբիլը։ Կարող ենք արդյոք միաժամանակ կատարել ձախ շրջադարձ այս խաչմերուկում։ Այո։ Եթե կարգավորողի ձեռքերը կողմ են պարզված կամ իջեցված են, ապա ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է ձախ և աջ կողմերից ուղիղ և դեպի աջ։ Այս հորիզոնական ճանապարհային գծանշումը ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է անհրաժեշտության դեպքում կանգ առնի հատվող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին ճանապարհը զիջելու համար։ Ինչ է նշանակում տվյալ ճանապարհային գծանշումը։ Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետեր։ Կոշտ կցիչով քարշակման ժամանակ տրանսպորտային միջոցների միջին հեռավորությունը չպետք է գերազանցի 4 մետրից։ Կապույտ գույնի առկայծող փարոսիկի և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցի անխոչնդոտ անցումն ապահովելու համար։ Վերադասավորումից առաջ ավտոբուսի վարորդը նախազգուշացնող ազդանշան պետք է տա նախօրոք մինչև մանևր սկսելը։ Ավտովթարի ժամանակ հետևյալ տուժածներից որին օգնություն կցուցաբերեք առաջին հերթին՝ անգիտակից, տղամարդ։ Ահա և վերջ։